Բարև ձեզ կամ կրկին բարև ձեզ հարգելի գործընկերներ, ուրախ եմ ես հնարավորության համար։ Իհարկե նախորդ ուրեմն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ ֆինանսա-բյուջետային հարցերով հանձնաժողովի համատեղ նիստում, որը չգիտեմ րոպեներ այս նիստի մեկնարկից առաջ հնարավորություն ունեցանք հանգամանալի կերպով անդրադառնալ ընդհանուր արտաքին քաղաքականությանը, գերակայություններին, արված աշխատանքին, նախանշվող աշխատանքին, ուղղություններին առնվազն, այստեղ միանգամից առանց մեծ համատեքստի, ուրեմն, եթե թույլ կտակ անդրադառնալ մեր գործունեության կարևոր ասպեկտներից մեկի, կարևոր ուղղություններից մեկի եվրոպական ինտեգրման վրա, նախ կուզեի շատ հակիրճ հնարավորինս հակիրճ անդրադառնալ ուրեմն Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում տեղի ունեցած զարգացումներ կամ հանդես գալ գնահատականով, ուզում եմ միանգամից եւ աներկբա կերպով ասել, որ Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն եւ սերտ չեն եղել եւ այս մասին է վկայում եւ Հայաստան-Եվրոպական միություն քաղաքական երկխոսության բովանդակությունը եւ 25 թվականի ընթացքում միայն տեղի ունեցած բարձրաստիճան փոխադարձ այցելությունները, ձեռքբերված պայմանավորվածությունները էական անկյունակարային կրկին իրադարձություն է տեղի ունեցել այս առումով դուք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը մարտին, եթե չեմ սխալվում, ընդունել եք մի օրենք, որը Հայաստանի Հանրապետության անդամակցությունը օրենքը Եվրոպական միության Հայաստանի Հանրապետության անդամակցության մեկնարկի մասին եւ ըստ այդմ այս քաղաքականությունը արդեն իմպերատիվ է կառավարության համար եւ մասնավորապես արտաքին գործերի նախարարության համար մենք պետք է ակտիվացնենք ըստ այդմ քննարկվող հաջորդ 2026 թվականին եւ չնայած մինչ այսօր է ջանքեր ենք արդեն գործադրել այդ ուղղությամբ ակտիվացնենք մեր ջանքերը անդամակցության ուղղությամբ եւ մենք իսկապես ձգտում ենք մաս դառնալ ժողովրդավար եւ զարգացող ուրեմն բարգավաճ կարող եմ ասել երկրների այս ակումբին Իհարկե մենք մեր այս ջանքերը չենք հակադրում հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն ունենալու մեր այս հռչակված մոտեցմանը տեղյակ եք որ ըստ այդմ գուցե տեղյակ եք հուսով եմ տեղյակ եք որ համահունչ ասվածի մենք արտաքին գործերի նախարարությունում օրինակ ստեղծեցինք նոր վարչություն, եվրոպական ինտեգրման վարչություն եւ այս վարչությունը իթիվս կառավարության մեր մյուս գործընկերների, մյուս գերատեսչությունների կշարունակի իր ամենօրյա աշխատանքը նշվածի ուղղությամբ մենք իհարկե այստեղ բոլորովին հեծանիվ հայտնագործելու մեծ հաշվով անհրաժեշտություն չունենք, կա օրինակ Չեռնոգորիայի փորձը այլ երկրների փորձ, որոնք անդամակցության շեմին են կամ արդեն անցել են այդ ճանապարհը եւ մենք սերտ կապ ունենք, կապի մեջ ենք նրանց հետ, որպեսզի բոլոր նյուանսները, նրբերագները, քայլերի հաջորդականությունը ավելի լավ պատկերացնենք։ Հայաստան-Եվրոպական միություն ուրեմն հարաբերությունների ամբողջ համատեքստում ես կարևոր տեղ կհատկացնեի փոխկապակցվածության, տրանսպորտային փոխկապակցվածության հարցին մենք նախորդ նիստի ընթացքում հանգամանալի կերպով հնարավորություն ունեցանք խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, պայմանավորվածությունների, սկզբունքների, նորից չկանգնելով այդ ամեն ինչի վրա, ասեմ, որ այս թեման օրինակ ոչ միայն շատ հետաքրքիր է Եվրոպական միության մեր գործընկերների հետ, այլև նրանք եւս ուզում են իրենց էական մասնակցություն ունենալ ենթակառուցվածքների շահագործման կամ վերաշահագործման, ապաշրջափակման հարցում եւ սա բոլորովին զարմանալի չի, մենք միշտ մոռանում ենք այս լույսով նայել, այս լույսի ներքո նայել ապաշրջափակմանը եւ շատ նեղ ենք երբեմն անարդարացիորեն նեղ ենք անդրադառնում հարցին, իրականում եւ Եվրոպական միություն եւ ընդհանրապես աշխարհում շատերը այդ գործընթացը, որը տեղի է ունենում Հարավային Կովկասում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև, դա նկատի ունեմ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, շատ ավելի մեծ պրիզմայով են նայում իրենց համար, քանի անգամ տարբեր երկրներ քանիցս հնարավորություն են ունեցել բարձր մակարդակով ասելու, որ սա մաս է
Եվրոպական միության եւ օրինակ կենտրոնական Ասիայի միջև հաղորդակցություն կամ հաղորդակցության նոր ենթակառուցվածք ստեղծելուն այսպիսի պլանով է, որ շատ երկրներ դիտարկում են հետապաշրջափակումը եւ այս մասին օրինակ նաեւ ասվեց վերջերս տեղի ունեցած Եվրոպական միության գլոբալ դարպաս երկրորդ համաժողովին Ես ինքս նախորդ շաբաթ մասնակցեցի փոխկապակցվածության այդտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդես եկավ ելույթով կհիշեք հավանաբար Ես ինքս նաև մասնակցեցի փոխկապակցվածության եւ միջտարածաշրջանային համագործակցության խթանման հարցերով ԵՄ կողմից կազմակերպված նախարարական մի հանդիպման ներառյալ իմիջիալոց եւ սա գալիս է նաև ապացուցելու նախորդիվ ասվածը ներառյալ օրինակ ոչ միայն բնականաբար մեր ամբողջ հարավային Կովկասի ինչպես նաև կենտրոնական Ասիայի գործընկերներին եւ առաջին անգամ անցկացվող այս ձևաչափով առաջին անգամ անցկացվող հանդիպանը հատուկ ընդգծվեց հարավային Կովկասի կամրջող դեր կատարելու մեծ ներուժի մասին Իհարկե չի սահմանափակվում հետաքրքրությունները փոխհատուցող հետաքրքրությունները դրանով Ես հիմա մի քանի առանձին հատվածներ կփորձեմ էլի հնարավորինս հակիրճ թվարկել, հետո կպատասխանեմ ձեր հարցին։ Մեր համար շատ կարևոր է ընդհանուր առմամբ Եվրոպական միության եւ ոչ միայն Եվրոպական միության այդ տարածաշրջանի ուրեմն հետ երկրների հետ առանձին երկրների հետ բարձր մակարդակի եւ շատ ինտենսիվ քաղաքական երկխոսությունը, որը ունենք, ես ուզում եմ մեծ կարեւորություն հաղորդել եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը կունենանք անցկացնենք մյուս տարի Հայաստանում, գարնանը մայիսին, սա եւս մի ուրեմն ուղղություն է, որտեղ որը մենք իսկապես շատ կարեւորում ենք եւ մի ձևաչափ է, որը կարեւորում ենք նախորդիվ Հայաստանի Հանրապետության վարչապետը, այսինքն մշտապես մասնակցում է այս ձևաչափով հանդիպումներին, գագաթնաժողովներին, նախորդի վերջին հանդիպումները տեղի ունեցան Ալբանիայում եւ Դանիայում հենց Ալբանիայում էր որ որոշում կայացվեց եւ անմիջապես կարճ ժամանակ հետո հայտարարվեց որ մյուսը տեղի կունենա Հայաստանում 2025-ի սեպտեմբերին Ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի այցելության շրջանակներում տեղի ունեցավ Հայաստան Եվրոպական միություն բարձր մակարդակի քաղաքականության երկխոսության մեկնարկը եւ սա է լինելու են հիմնական հարթակը, որը հանդիսանալու է երկխոսության եւ բարեփոխումների, թիրախների առաջընթացի գնահատման հիմնական եւ մշտադիտարկման հիմնական հարթակ եւ այստեղ իհարկե առանձնատուկ դերակատարում ունի նաեւ փոխվարչապետ Գրիգորյանը ինքը եւ գրասենյակը Շուրջ 1 տարի մենք Եվրոպական միության հետ քննարկում ենք նոր գործընկերության օրակարգ, հաշվի առնելով, որ նախորդը որ ունենք միասին համաձայնեցրած եւ բովանդակային առումով եւ նախանշված քայլերի առումով, ինչ որ առումով կարելի է համարել, որ սպառել է իրեն եւ ահա մենք ունենք այս նոր գործընկերությունը ֆիքսելու, արձանագրելու անհրաժեշտություն, բանակցությունները կարող եմ ասել ավելի քան 99%-ով երևի ավարտված են, եթե չասենք, որ համարենք ավարտված, եւ առաջիկայում նախատեսվում է այս փաստաթղթի ստորագրումը, այս մասին մենք հայտարարեցինք ես եւ Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Տիկին Կայա Կալասը հայտարարեցինք դեռևս ամռանը, որից հետո նորից որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն առաջացավ եւ առաջիկայում ականատես կլինենք սրա ստորագրմանը Բացի սրանից ամիսներ առաջ Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Տիկին Կալասի ուրեմն Հայաստան կատարած այցի շրջանակներում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրը սա էլ մի շատ վառ օրինակ է նախանշում է մի ուղղություն, մի ոլորտ, որը Երևի թե տարիներ շարունակ մենք կամ չէինք պատկերացրել կամ նաև մեր ԵՄ գործընկերները չէին պատկերացրել մեր մասնակցությունը, այժմ արդեն ասեցի ունենք համաձայնագիր, կլինեն առաջիկայում առիթներ կարծում եմ, որտեղ կտեսնենք Հայաստանի մասնակցությունը այս եվրոպական եւ ԵՄ-ական ծրագրին Նաև մի նոր ուղղություն, անվտանգային եւ պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկ
սա արդեն տեղի ունեցավ էլի վերջերս եւ կարեւոր է Հայաստանի Հանրապետության դիմակայունության ամրապնդման տեսանկյունից ներառում է այնպիսի ուղղություններ, ինչպիսին են այժմ շատ հաճախ եւ լայնորեն քննարկվող հիբրիդային սպառնալիքներ, ապա տեղեկատվության դեմ պայքար, գիտեմ բոլորին շատ հետաքրքրում է Եվրոպական միություն մուտքի վիզաների ազատականացման գործընթացը, ուզում եմ էլի քանի որ ինչպես բոլորացած բոլոր ծրագրերի դեպքում պայմանավորվածություն ձեռք բերելուց արձանագրելուց հետո առավելապես մյուս գերատեսչություններն են, որոնք իհարկե մենք մեր մասնակցությունը շարունակում ենք ունենալ, բայց մյուս գերատեսչություններն են, որոնք լծվում են իրականացմանը, այս դեպքում եւս արտաքին գործերի նախարարությունը չի որ ամենօրյա զբաղվում է սրանով, բայց անշուշտ մասենք եւ անշուշտ կարող եմ ձեզ հակիրճ տեղեկատվություն տալ եւ գնահատականով հանդես գալ, ուզում եմ ասեմ, որ գործընթացը բավականին արագ է տեղի ունենում, ավելի քան մի շարք այլ երկրների դեպքում է ընթացել, եւ մենք հուսով եմ շատ մոտ ապագայում օրինակ կտեսնենք գործողությունների համաձայնեցված պլանը, որից հետո արդեն ուղղակի պետք է կատարել այդ աշխատանքները, որոնք մենք պետք է կատարենք, որպեսզի ունենանք եւ վիզաների ազատականացումը Աջակցության մասին խոսվեց եւ տարբեր թվերի ես ուզում եի մի ակնարկ անել ուղակի ընդհանրապես երբ որ որևէ ծրագիր է համաձայնեցվում օրինակ այսինքն պարտադիր չի եւ անհրաժեշտաբար չի որ ցանկացած ծրագիր կամ ցանկացած ֆինանսական հատկացում որը որ արվում է աջակցություն խորագրի տակ ընկալել որպես դրամաշնոր որպես նվեր նույնիսկ որպես վարկային բան օրինակ ես դες մի 1-2 ասեմ չգիտեմ աջակցություն Հայաստանի դիմակայունության աճին, աջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը, չգիտեմ, աջակցություն Սյունիքի ենթակառուցվածքներին, այսպիսի կամ այսպիսի վերնագրերին շատ մոտ վերնագրեր ունեցող ծրագրեր ունենք, որոնց ներքո Եվրոպական միությունը մի դեպքում X թվով երկրների մասնակցությամբ եւ ներդրումների շնորհիվ մի դեպքում X գումարած Y եւ այլ տարբեր կոնֆիգուրացիաներով, հա, երկրները իրանք են ընտրում եւ նաեւ Բրյուսելը Եվրամիությունը ինքնավորոշում որտեղ ինչ մեխանիզմով արվեն հատկացումները, մենք տեսնում ենք, որ այսպիսի խորագրեր ունեցող վերնագրերի ներքո իրականացվում են գործողություններ, որոնք մեծ հաշվով ամբողջ ամփոփելով կարող ենք ասել աջակցություն, որտեղ իմաստը է դա, որովհետեւ Եվրոպական միությունը այլ դեպքում Գուցե շահագրգռություն կամ մտադրություն չունենալ գալ Հայաստանի այսինչ կտորով, այսինչ ճանապարհը սարքեր կամ այսինչ ջրամբարը կամ այսինչ դպրոցը։ Հետևաբար դա աջակցություն ոչ միայն ֆինանսական աջակցություն ուղղակի, այլ աջակցություն, չգիտեմ, բովանդակ աջակցություն էլի ենթակառուցվածքների Սյունիքի դիմակայունության եւ այլն։ Այսպիսի վերնագրեր, որ ես ասում եմ, գուցե շատ ճշգրտորեն իդենտիկ չեն, բայց հենց բովանդակությունը 100%-ով արտացոլող վերնագրեր կտեսնեք մեր եւ Եվրամիության բոլոր վերջին փաստաթղթերում, որը համաձայնեցել ենք։ Չեմ ուզում ձեզ ձանձրացնել առանձին, օրինակ ՀՀ կանոնադրական մարմինների նիստերին անդրադառնալ, չգիտեմ, մեր եւ EU for Business, EU for Youth եւ չգիտեմ, այսինքն շատ մանրամասն ծրագրերին անդրադառնալ, բայց ուզում եմ վստահեցնել, որ այս համագործակցությունը նույնիսկ ասել ոչ թե ինտենսիվ, այլ գերինտենսիվ կերպով է առաջ գնում, իրականացվում եւ երբեմն մենք ինչ որ մի պայմանավորություն ենք օրինակ ձեռք բերում մի գումարի չափի, մի ծրագրի մասին, որից հետո պետքա նստենք, չգիտեմ, պայմաններ եւ այլն բանակցվի կամ թուղթ հրճակագրային բնույթի նույնիսկ ինչ որ թուղթ հայտարարություն արվի եւ մինչեւ այդ ամենը պատրաստա մենք տեսնում ենք եւ սա բոլորովին չափազանցություն չի մենք տեսնում ենք որ մեր հարաբերությունները այդ ընթացքում արդեն այնքան է գնացել որ այն թուղթը որը քննարկում էինք վերջի 2 ամսվա ընթացքում այլևս ակտուալ չի եւ մենք պետքա նոր ավելի ընդգրկուն ավելի բովանդակային եթե մի քիչ պատկերավոր եւ Թող թույլ տրվի ասել հյութալի նկարագրեմ մեր հարաբերությունների ընթացք եւ արկավիճակը, ապա սա թերևս ամենադիպուկ նկարագրությունը կլիներ։ Չէ, երևի թե իմաստ չունի Եվրամիության անդամ առանձին երկրների հետ երկկողմ հարաբերություններին անդրադառնալ նշանակալի։ Չէ, նկատեմ եվրոպական ինտեգրում ասելով նկատում ենք երևի ավելի շատ կառույցը։ Շատ լավ։ Շնորհակալություն, պարոն Միրզոյան։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։